Երիտասարդ և սիրված դերասանուհի Էլենա Սատրյանը վերջապես հաստատել է իր նշանադրությունը։ Սոցիալական ցանցերում ակտիվ հետևորդներ ունեցող Էլենը հրապարակել է մի շարք ռոմանտիկ լուսանկարներ ընտրյալի հետ, այսպիսով ոչ միայն հայտնելով ուրախալի լուրը, այլ նաև առաջին անգամ բացահայտելով սիրելիի դեմքը։ Լուսանկարների ներքո դերասանուհին գրել է «Ես ասացի այո» ուղեկցելով գրառումը սրտիկներով և նշանադրության մատանու էմոջիով։ Լուսանկարները կարծես հանված լինեն հեքիաթային սիրո պատմությունից արևոտ տապի, ծովափնյա հանգստի ու սիրառատ հայացքների ուղեկցությամբ։ Ավելի վաղ Էլենը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իր սիրտն ազատ չէ, սակայն այդ պահից ի վեր նա բավական զգուշությամբ էր վերաբերվում անձնական կյանքը հանրայնացնելուն։ Չնայած իր հազարավոր հետևորդների հետաքրքրությանը, նա չէր շտապում հրապարակել սիրելիի դեմքը, ավելին խուսափում էր նրա մասին որևէ մանրամասնություններ պատմել։ Եվ ահա, ինչպես ցույց են տալիս նոր լուսանկարները, Էլենա Սատրյանն այլևս չի թաքցնում իր երջանկությունը։ Դերասանուհին այս օրերին իր նշանածի հետ գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Թունիսիայի գեղատեսիլ Համամետ քաղաքում։ Զույգը վայելում է իրենց համատեղ հանգիստը, տեղանքի արևոտ եղանակը, ծովափնյա տեսարանները և միմյանց ներկայությունը։ Էլենի հետևորդները մեծ ջերմությամբ են արձագանքել լուսանկարներին, մաղթելով երկար տարիների սեր, հաշտություն և երջանկություն։ Շատերն են նշել, որ սա սպասված լուր էր, քանի որ դերասանուհու երջանկությունը վաղուց էր ակնհայտ, իսկ հիմա այն պարզապես ստացել է պաշտոնական տեսք։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա զույգի հարսանիքը, սակայն ենթադրվում է, որ նշանադրությունից հետո դերասանուհին կշարունակի կիսվել իր անձնական կյանքի կարևորագույն պահերով։ Հիշեցնենք, որ դերասանուհի Էլենա Սատրյանը նկարահանվում էր PUBG սիթքոմում, Instagram-ի իր էջում սիրելիի հետ օրեր առաջ հրապարակել էր լուսանկարներ «Իմ 6 տարվա սերը» գրել էր նա ու համատեղ մի քանի կադրով կիսվել։ Իսկ սթորի բաժնում նա խոստովանել էր, որ չի համբերում, քանի որ 2 շաբաթից շատ լավ լուր է հայտնելու, ինչպես նաև ընդգծել էր, որ անհամբերությամբ է սպասում ծովի հետ իր հանդիպմանը։ Ասատրյանի մեկ նկատառում էլ վերաբերվում էր Երևանին։ Ի դեպ, այս վերջերս մեր քաղաքն այնքան ուրիշ է, սկսել եմ շատ կարոտալ մեր մանկության Երևանը, մի բան ավել է կամ պակաս չեմ հասկանում, բայց սիրտս նեղվում է։ Դերասանուհին այն հարցին, թե ինչպես է հայտնվել հեռուստադաշտում, նա պատասխանել էր. «Մասնագիտությամբ դերասանուհի չեմ, սովորել եմ Սլավոնական համալսարանի վերջին կուրսում, ապագա գիտաշխատող եմ, իսկ հեռուստատեսություն հայտնվեցի շատ պատահական։ Նախորդ տարի ընկերներիցս մեկը լուսանկարս ցույց էր տվել սերիալի անձնակազմին, ովքեր հավանել էին ինձ ու հրավիրել քասթինգի», դեռևս տարիներ առաջ խոստովանել էր նա։ Շատ արդարացիորեն փորձարկում իրականացվեց, որի արդյունքում ես ընտրվեցի։ Առաջնորդներում ևս շատ պատահական սկսեցին նկարահանվել, նրանք նոր դերասանուհի են փնտրելիս եղել, որի ժամանակ էլ մտերիմ ընկերուհիս Ժանա Բուտուլյանը ցույց էր տվել իմ լուսանկարն ու անմիջապես ինձ հավանել էին։ Չունենալով դերասանական փորձ ու գիտելիքներ, ինչպես կարողացաք հաղթահարել մասնագիտական խնդիրները։ Իհարկե, սկզբում շատ դժվարություններ եղան, ավելին իմ խաղընկերներից եղան մարդիկ, ովքեր փորձեցին ինձ կոտրել, բայց փոխարենը ես ունեցա շատ ընկերներ, որոնցից շատ բաներ սովորեցի։ Նրանց թվում հատկապես ուզում եմ առանձնացնել Գուրգեն Սարգսյանին, նա իսկապես շատ է օգնելու սատարել։ Նա այն մարդկանցից է, ումից բացասական կարծիք լսելով ուրախացել եմ, քանի որ իմ մեջ պոտենցիալ տեսնելով փորձեց զարգացնել։ Այսօր հետ նայելով անցածս աշխատանքներին, մտածում եմ, որ հիմա այլ կերպ կանեի դրանք, իսկ սա նշանակում է, որ այս ընթացքում փորձել եմ հղկվել։ Իհարկե, մեծ բաց թողում է համապատասխան կրթություն չունենալը, բայց ըստ իս տաղանդի վերուստ է տրվում։ Ի դեպ, մայրս Աիդա Ասատրյանը երկար տարիներ թատրոնի դերասանուհի է եղել, աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, Կարպ Խաչվանքյանի խմբում, բայց հետագայում ինձ մեծացնելու պատճառով թողել է աշխատանքը։ Կարծում եմ, Աստծո գործերն անքննելի են։ Ես էլ մայրիկիցս ժառանգել եմ սերն այս ոլորտի նկատմամբ։ Ի դեպ, հավելեմ նաև, որ ապագայում մտադրություն ունեմ ընդունվել նաև Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ, որպեսզի ավելի վստահ քայլեմ այս ոլորտում։
Նշենք նաև, որ շնորհավորանքներ ենք հողում Էլենա Սատրյանին ու նրա սիրելիին, մաղթելով անսահման սեր ու համատեղ երջանիկ ապագա, իսկ հեռուստադիտողներին ու նրա երկրպագուներին նշենք, որ հարսանիքը կկայանա շատ շուտով, դրա մասին կտեղեկացնենք մեր հաջորդ տեսանյութերից մեկում, իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք շոու բիզնեսյան անցուդարձի մասին առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։